Կա շատ մի կարևոր հիվանդություն Հայաստանի Հանրապետությունում էլ բավականին տարածված, դա Պարկինսոնի հիվանդությունն է, որով տառապել են նաև շատ հայտնի մարդիկ, ովքեր իրենց կյանքում հաստատ մոտիվացիայի պակաս չեն ունեցել, նույն Մուհամեդ Ալին բռնցքամարտիկ, Սալվադոր Դալին հայտնի նկարիչ, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II, Օզի Օսբորնը, որը վերջերս մահացավ։ Ամենատիպիկ նշանը Պարկինսոնի հիվանդության ձեռքի դողն է։ Հանգիստ վիճակում ձեռքի դող, սառած միմիկա, դեմքի սառած արտահայտություն եւ այս ամենը կախված է նաեւ դոֆամինի հետ։ Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդիկ հաճախ դեղորայք չեն ուզում ընդունել։ Դեմոտիվացված են։ Պարկինսոնի հիվանդությամբ բազմաթիվ պացիենտների բուժառուների վարում եմ եւ միշտ հարազատներին դա բացատրում եմ, որ կարող է ինչ-որ պահի բուժման սկզբում կամ բուժման ընթացքում ձեր հարազատի մոտ լինի չբուժվելու ցանկություն, դա ոչ թե նրա քմահաճույքն է, կապրիզն է, այսպես ասած, այլ իր հիվանդության դրսևորումներից մեկը։ Ուղեղի տարբեր հատվածներում տարբեր տեսակի հիվանդություններ, սկսած ամենավատ ուռուցքներից, վերջացրած ավելի ճակերտավոր ասած, այսպես ասած, անմեղ տարբեր այլ հիվանդություններից, կարող են բերել նրան, որ մարդը լինի շատ դեմոտիվացված վիճակում։ Հաճախ մենք գործ ունենք ոչ թե ուղղակի մարդկանց մոտ մոտիվացիայի պակասի, այլ գլխուղեղի հետ կապված տարբեր հիվանդությունների մեկնարկի սկզբի հետ, որը հնարավոր է ժամանակին ճանաչել հենց մոտիվացիայի կորստով։